Խոսելով կադրից կամ ինչու՞ չէ նաև բեմից այն կողմ աշխատող մարդկանց մասին, անպայման ուզում եմ նաև հիշատակել մի հեքիաթային հերոսի Կարաբաս Բարաբասին։ Կարծում եմ, որ շատ-շատերի մանկության ամենասիրելի Բուրատինոյի արկածները այս հեքիաթը կկորցներ իր համն ու հոտը, եթե փոքրիկ այ թատրոնը չունենար նման գեղարվեստական ղեկավար։ Եվ այնուամենայնիվ ես մեծ ուրախությամբ ուզում եմ փաստել, որ մեր հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավարների մեծամասնությունը ստեղծում են այն բարենպաստ պայմանները, որպեսզի դերասանները իրենց զգան շատ հարմարավետ։ Դե ինչ, ինձ մնում է ներկայացնել եւս մեկ աստղ, ով աշխատում է կադրից այն կողմ եւ ստեղծում հետաքրքիր ու գեղեցիկ պատկերներ եթերում։ Արմինը հեռավոր 90-ականներին զբաղվում էր համացանցային բիզնեսով։ Այդ տարիներին չաթասվածը համացանցով օնլայն շփվելու միակ միջոցն էր։ Եվ ահա մի պայծառ օր գաղափար ծնվեց Ժակի հետ համատեղ Երևանի FM ռադիոկայաններից մեկի հետ պատրաստել Time Out հաղորդաշարը, որի շրջանակներում համացանցի միջոցով սփյուռքահայությունը կարողանում է շնորհավորել հայաստանաբնակ բարեկամներին ու հարազատներին։ Հաջողված նախագիծ, որը վստահ ենք շատերն են հիշում։ Դրան հաջորդեց եւս մեկ հաջողված նախագիծ։ 2000 երևի 2-3 չեմ հիշում սկզբերն էր։ Մտահղացում կար, որ մեր հայկական աստղերի համար սարքել կայքեր, գտնել մարդու, որ կհովանավորի այդ պրոյեկտը, աստղի ցանկությունը եւ այդ ամեն ինչը իրագործում էին միջոցով։ Առաջարկ արեցի մեր շատ սիրված երգչուհիներից Սիրուշոյի դուրը գաղափարը եկավ եւ սկսեցինք աշխատանքը։ Առաջի անգամ ինչ-որ բան էի կազմակերպում ու դա անցավ լավ, իհարկե նաեւ շնորհիվ արտիստի, որոնք ինձ շատ օգնեցին նաեւ այդ հարցում։ Դրանից հետո առաջարկ եմ արել Անդրեային, նույնը արել եմ նաև Անդրեի հետ։ Փաստենք, որ Արմինն ու DJ Սերժոն միմյանց վաղուց էին ճանաչում, եւ մի օր Սերժոն Արմինին ծանոթացրեց Միշոյի հետ։ Միշոյից առաջարկ արեցի միտք, որը ոչ որ դուր եկավ Միշոյին, եւ դրանից հետո ինքը Միշոն առաջարկեց ինձ աշխատել որպես մենեջեր հայտարարի խմբի։ Այսօր որպես հիշում եմ առաջի կլիպը, որ նկարել էինք, դա մենք ենք մեր մաշնեկը կլիպներ։ Դրանից հետո CD, մի կաթիլ մեղր, որից հետո արդեն ստեղծվեց գաղափար Հայթմի, հանդիսանում է նաև Հայթմի մենեջեր, ինչպես նաև Միշո պրոյեկտի Սերժո եւ առանձին Սյուզի, երբ որ Սյուզին լքեց Հայկ խումբը։ Իդեպ Հայ թիմի առաջին մենահամերգի պրոդյուսերը, որը կայացավ Երևանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, կրկին Արմին Մովսիսյանն էր։ Այդ ընթացքում նկարահանվեց նաեւ Միշոյի եւ Ռազմիկ Ամյանի Մայրիկ զուգերքի տեսահոլովակը։ Արմինն անգամ չէր էլ պատկերացնում, որ մի օր համագործակցելու է նաեւ Ռազմիկ Ամյանի հետ։ Սակայն մինչ Ռազմիկին անցնելը հիշատակենք եւս երկու երգչի՝ Սարո եւ Մարտին Մկրտչյան։ 2009 թվականն էր։ Առաջարկ ստացա Սարոյի հետ աշխատելու։ Առաջարկը բնականաբար ընդունեցի եւ սկսեցինք Սարոյի հետ աշխատելը, ասեմ, որ տեսալովակ արդեն նկարվել էր, բայց սկիզբը տեսալովակի մուտքը հեռուստաընկերություն, սկսեցինք իրար հետ, դա Սարո եւ Արմինկա զուգերքներ, մոտավորապես 1 ամիս անց հանդիպեցի Մարտինի հետ Մկրտչյան եւ Մարտին արեց առաջարկ աշխատելու, որ բնականաբար նորից ընդունեցի։ Ու այդպես դարձավ համընկերություն, համարդեն աշխատանք Արմինի հետ։ Երբ համերգներից մեկի ժամանակ Արմինն ու Ռազմիկ Ամյանը հանդիպեցին նախասրահում։ Իմացա, որ Ռազմիկ Ամյանը մենակ է եւ ոչ ոք չի աշխատում։ Առաջարկեցի Ռազմիկին, որպեսզի աշխատենք իր հետ։ Կարծեմ Արմենը շատ նվիրված մի մարդ է Ռազմիկի համար, որ շատ ու շատ գլխացավանքներից, ինչ որ բանակցություններից եւ այլն ազատել է նրան։ Նպատակ դրեցի, որպեսզի պետք է անենք ամենահամերգ, որը տեղի ունեցավ 2009 թվականի նոյեմբերի 4-ին, որի արձագանքները կարծում եմ, որ մարդիկ տվեցին դրական պատասխանը։ Շատ մեծ լումա ունի Արմենը իմ ասպարեզում, իմ երկարվեստում, որի համար շատ շնորհակալ եմ ընկերոջս, առաջին հերթին ուզում շեշտեմ որպես ընկեր ինձ։ Վերջի համերգը, որ արել եմ, վերջերս էր Մարտին Մկրտչյանի համերգն էր։ Կարծում եմ Արմենը ումով էլ որ զբաղվի, մեծ արդյունքների կարող է հասնել։